Պարոն Սաղաթելյանը մի անգամ նիստ վարել է, ես հիշում եմ։ Արման Եղոյան։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Մենք Տիկին Գալստյանի հետ վաղուց ենք ծանոթ, դեռ դեմ ենք օտարալեզու դպրոցների։ Ասում ենք Տիկին Գալստյանի հետ դեռ վաղուց ենք ծանոթ, դեռ դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը շարժումից, որտեղ պայքարի նույն կողմում էինք, այնպես որ իր մասին շատ հարցեր չունեմ տալու, իրեն բավականին լավ ճանաչում եմ։ Բայց ես հարցում դաշնակցության մասին, քանի որ դաշնակցությունն է իրեն հիմա ներկայացնում, երեկվա իմ ելույթը Սփյուռքի վերաբերյալ ալեկոծել է հայ դատի, գրասենյակի, հույդար մնացած շարքերը եւ ի պատասխան ես միշտ մի այսպիսի բան եմ լսում, ասում են դե իրենք պաշտպանում են հայկական շահը, հայկական շահը։ Չեն ասում Հայաստանի շահերը կամ հայաստանյան շահը։ Եվ ինձ մոտ հարց ծագեց, այս երկու բառերը արդյոք հոմանիշներ են, հայկական շահը եւ Հայաստանի շահը միշտ նույնական են, եթե միշտ նույնական են, ինչի է օգտագործվում հայկական շահը տերմինը եւ չի օգտագործվում Հայաստանի շահը։ Իսկ եթե հակադիր կարող են լինել երբեմն ժամանակ առ ժամանակ, ապա այդ երկուսից ո՞ր մի շահը պետք է գերադասի հայ քաղաքական գործիչը Հայաստանում։ Պարոն Մանուկյան, եթե ուզում եք կարող եք չպատասխանել հարցին, որտեղ օրակարգի հետ բացարձակապես կապ չունի եւ որտեղում եմ կապ ունեցող հարցեր տալ։ Լավ առիթ ա տվել, մի քիչ հիշողության թարմացում կանեմ։ Պարոն Եղոյան, նախ երեք դուք ահավոր վատ եւ շատ գրեհիկ եք արտահայտվել հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության տասնամյակներով շահը սպասարկող մեր ազգային կառույցների նկատմամբ։ Մի վարքյան էլի։ Այստեղ դուք կարտահայտվեցիք Եվրոպայի հայդատի գրասենյակի մասին, Գասպար Կարապետյանի մասին։ Գիտեք, սենց ասեմ, կարծում եմ ամեն նորմալ դաստիարակություն ստացած մարդ միշտ պետքա նախ մեծին հարգի, նախ հարգի այն մարդուն, որի հետ ճանապարհ է անցել, հարգի այն մարդուն, որը փոքր-ինչ գիտելիք է տվել, օրինակ Եվրոպարլամենտի տարբեր падգամավորների դռները ոնց են բացում, ծանոթացնում, տպավորություն էր, որ դուք ընդհանրապես այդ ամեն ինչի հետ կապ չունեք, բայց դե մարդիկ կան, հիշում են, հիմա Գասպար Կարապետյանը մեծահոգի է, ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդ է, մեծահոգի կգտնվի 1000 անգամ այդպիսի բան տեսել է, բայց մի հատ ելույթով անդրադառնալու եմ, բայց մինչև ելույթը, որ վերհիշեք էլի ժամանակ ունենաք, սա 21 թվականի ապրիլն է, հեռավար կոնֆերանս, կազմակերպությամբ Եվրոպայի հայդատի գրասենյակի եւ Կիպրոսից Եվրոպարլամենտի падգամավորի։ Նվիրված էր Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների վիճակին։ Իդեպ որքան տեսնում եմ, այս կոնֆերանսի մեջ մեկ էլ շատ ծանոթ դեմք է հայտնվում։ Արման Եղոյան։ Հիշեցիք։ Մի քիչ ուրիշ բաներ էլ կհիշացնեմ, բայց դա արդեն առանձին ելույթի համար ժամանակ որ բան անեմ։ Ինչ վերաբերում է հայության եւ Հայաստանի շահերի բախմանը, չի կարող մի ժողովուրդ, աշխարհասփյուռ ժողովուրդ, որը իր համար հակառակ ապրում է Միացյալ Նահանգներում, ապրում է Լիբանանում, ապրում է Սիրիայում, իր համար հայրենիքը մնա Հայաստանը եւ այդ ժողովրդի տարբեր հատվածների շահերը բախվեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Գիտեք, երևի սփյուռքահայերը քիչ եք շփվել, իսկ ես երջանկություն եմ ունեցել 18-19 տարեկանից ապրել այդ մթնոլորտում, լինել Սփյուռքի շատ գաղթօջախներում, ուղղակի դուք չեք ճանաչում։ Այդ մարդիկ ծնվում են, ծնվելուց հետո օրորոցայինով հայրենիքի հետ են կապվում։ Իդեպ ասեմ, տարբեր մեր ուղեկից կազմակերպություններով միայն այս տարվա ընթացքում շուրջ 3000 երիտասարդ եկել է հայրենիք։ Երնեք մեկը ներկա լիներ մեր ավանդական էլի պատմական Հոմենեթմենի հայ մարմնակրթական ընդհանուր միության, որն արդեն 100 տարեկան է, ընդհանուր միության համահայկական բանակմանը Բյուրականում։ Փշաքաղվել կարելի է, թե ոնց այդ օտար ափերում մարդն այդքան հայ կարող է լինել։ Արձագանք։ Պարոն Մանուկյան, ես ձեր հարցից, ձեր պատասխանից հասկացա, որ հայկական շահը եւ Հայաստանի շահը իրար չեն կարող հակասել, դա լրիվ նույն բանն է, ըստ սահմանման։ Այդ դեպքում ինչի նույնիսկ դուք այս ձեր խոսքի մեջ խուսափեցիք օգտագործել Հայաստանի շահը, հայաստանյան շահը եւ ասցիք հայ ժողովրդի շահ, չգիտեմ, հայկական, հայ արմատներ,
հայրենիքի շահ եւ այլ ինչի եք խուսափում Հայաստանի շահը բառակապակցությունը օգտագործելուց, եթե այն լրիվ իդենտիկ է հայկական շահի հետ։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյան, 90 թվականի ապրիլի 17-ին Արցախից վերադառնալու հաջորդ օրը, երբ որ ընդունվել եմ դաշնակցության շարքեր, երթում եմ տվել, ինչպես իմ ընկերները, ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին։ Երթում եմ տվել, որպես պատգամավոր են երթվել Հայաստանի շահը սպասարկել, որպես դաշնակցական, որպես մարդ, որպես քաղաքական գործիչ ես եւ իմ ընկերները անցնող բոլոր տարիներին այդ շահի համար ենք ապրել, ցավոք սրտի իմ շատ ընկերներ, կուսակից ընկերներ նաեւ նահատակվել են։ Արայիկ Հարությունյան։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, երեք